Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր Instagram սոցիալական հարթակում նոր հրապարակում էր արել։ Նա սթորի բաժնում կիսվել էր հոլովակով և կից գրառում արել. «Օգնենք մեր Հայկին»։ Առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Բարեկամներ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր մենք դիմում ենք ամբողջ աշխարհին օգնության խնդրանքով։ Ձեզանից շատերը տեղյակ են մեր անցած ուղու, հաղթահարած դժվարությունների և մեծ պայքարի մասին։ Խոսքը մեր որդու Հայկի մասին է։ Երկար սպասումներից հետո բժշկության մեջ հաստատվել է Դյուշենի մկանային դիստրոֆիայի համար նախատեսված դեղամիջոցը։ Հայկը Դուբայում անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, որոնց հիման վրա բժիշկները փաստում են, որ տվյալ դեղամիջոցը համապատասխանում է նրա բուժմանը։ Այս փուլում Հայկս ունի մեր բոլորիս միասնական աջակցության կարիքը։ Դեղամիջոցի արժեքը կազմում է $2,900,000։ Սա յուրաքանչյուրիս համար անհավանական մեծ գումար է, սակայն մենք հուսով ենք և վստահ ենք, որ բոլորիս աջակցությամբ ու համատեղ ուժերով կկարողանանք հավաքել անհրաժեշտ գումարը։ Խնդրում ենք տարածել, խոսել մեր մասին, յուրաքանչյուր դրամ, յուրաքանչյուրի տարածած մեզ մեկ քայլով մոտեցնում է մեր նպատակին։ Բոլորը Նշենք, որ երգչուհին վերջերս եղել էր «Ապրել սիրելով» հաղորդման հյուրը, որտեղ մայրությունից խոսելով Սիլվան անկեղծացավ, որ կյանքում ունեցել է մի պահ, երբ հասկացել է ունի ամեն ինչ, բացի գլխավորից՝ ընտանիք։ Հիմա ես ինձ լիարժեք կին եմ զգում։ Շատ կապվածություն կա, անգամ երբ պետք է շրջագայության գնամ արդեն ամիսներ առաջ փորձում եմ կառավարել իմ զգացմունքները, թե ինչպես եմ իրենցից բաժանվելու, իրենք ինձանից։ Դայակ ասված, որպես այդպիսին չունեմ, տատիկներն են օգնում, քույրս, բոլոր հարազատներս պատրաստակամ են։ Ինչպես է հասցնում տուն, կենցաղ, երեխաների հետ ժամանց ու աշխատանք։ Մի կերպ, ինչպես բոլոր մայրերը, շատ դժվար է, ինձ մեկ-մեկ ասում են ոնց ես նիհարել, դժվար է, կարծում եմ ամենադժվար փուլը հաղթահարել եմ։ Խոսելով ընտանիքի մտերմությունից երգչուհին նշեց. Մենք մեծացել ենք շատ խիստ հայկական ավանդական ընտանիքում։ Մի սենյականոց տան մեջ 5 հոգով, բայց այդ ջերմությունը, սերը, որը մեզ փոքրուց պարուրել է, մինչև հիմա կա ու ամենակարևորը միասնականությունը։ Սիլվան ու ամուսինը դեռ մանկուց սիրահարված են եղել իրար, սերը տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել, ինչպիսին է այն այսօր։ Վստահելի, փոխադարձ հարգանքի վրա հիմնված և ընկերական հարաբերություններով լցված, սիրահարվածություն չի, սեր է։ Առանց իրա էլ չես պատկերացնում, ինքն իմ կեսն է։ Սիլվա Հակոբյանը խոսեց նաև հայրիկի մասին։ Նորություն չէ, որ աղջիկներն ամենամեծ կապն ունենում են պապաների հետ, շատերը իմաստը չեն էլ հասկանում, որ հայրս ինձ հետ ամեն տեղ գալիս է, ինքն առաջնահերթ պրոդյուսեր է, հետո նոր հայրիկ։ Մի հատ ֆիլմ կա, ինչքան նայում եմ հուզվում եմ, ասում է եթե մամաս չլինի, ես կմրսեմ։ Իմ դեպքում իրոք այդպես է, եթե պապաս չլինի, իսկապես կմրսեմ։ Այժմ առաջարկում ենք դիտել ինստագրամյան հարթակից հոլովակներ առանց մեկնաբանության։ Ձեզ հետ կիսվել ինձ համար շատ հիանալի նորությամբ, որի համար շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին և իմ ընկերներին ինձ մատուցած այսքան սիրուն անակնկալի համար։ Այսօրվանից ես նորից ունեմ երաժշտական խումբ։ Սիլվան իմ քույրն է, մնացած էլ չեմ ասում։ Որ ցավը տանեմ։ Նորմալ։ Նորեր ջան ապրեք բոլորը։ Այդ ինչքան է։ Ամենամեծ, Ամենամեծ չափը։ ամպի չափը։ Բա պապային։ Ապային ամպի չափ։ Բոլորիս ամպի չափ սիրում ես։ Հա, Բա Սարային։ սարային
Այսքան ամբիջով փոքր։ This, քունկա, this. Քունկա չպրտումես։ Մակեպա, ու մակեպա, նա էստը։ Ինտերտատը չսովորը դու չէ, պապիկը չեն դուք չեք սովորացնենք, ես եմ սովորացնենք։ Դավայ։ Պատմությունը փոխվել է պապիկի համար, որն է բնած է միս ու կապլու, սնացուն ու քաշնակետ, որն է նարինջը կլորվեց, ընգել է խողի մեջ, խաղողը փրված է, իսկ մարդերը հայրություն են, բաժակները մարդ են, որն է մեր բաժակների գրություններն են, համակարգին քնելու բաներն են, համակարգին պահարաններն են, իսկ մայրիկը ջերմացնում է բոլորին, քնում են, քրտնանում են, որ երազները տանում են բալիկները, մամաները։ Ապրես։ Ով է զումբլաստետ, ասկամեց բրաստետերն ենք սարքում, աղջկան, սենց տնում ենք, կանդում ենք, հետո տենց բրաստետներ եմ անում ես, տնում ստե շարում եմ, հենց գասի կամենար ես շարում եմ ես բաները, Եվ ինչ արժե։ 6000 6000։ Մոտան Այդքան թանկ, կներեք, բայց շատ թանկ է։ արդեն դարձել է 6, արդեն 6 նշանակել են, 6 ուզում եք, թե չէ։ Լավ տվեք։ Okay, դուդել։ Ահա, այսա բլաստետ սարքի միա ձերքին դնեմ, հա, okay։ Աննեք։ Շնորհակալություն։ Էլա ջանոր զանգեցիր, հա, չգիտի սպույր, հա, հեսա կեկայ, հա, մատեսում ես մագնիսը կրկրվոր։ Ենքան մեծ անկազներ ունես, ենքան մեծ բեզան ունես, ենքան մեծ աչկեր ունես։ Ամետ տատիկ, ամետ հոդիկ բացի, սովացրել եմ դերը, մաման գնում է կանգանակն է դեանում։ Թոմեկին վեցնում է տալիս է, կամիր գխակին։ Ասում են տատիկ ես համազին եմ։ Այլ կամիր գխա ես կես կուտ եմ, սկալի դուրը ծեցում եմ, ես յան չէր բաչում դուրը։